Բարի երեկո սիրելի հայրենագիտներ, անգամ եւս կմիանանք ցեզի վերադարձ այս հայտակրով, որում նպատակն է ակտիվ եւ կորզնական մասնակցություն բերել Հայաստանի կյանքին, ընկերային քաղաքական մշակութային բոլոր երեսներուն, վերադառնալ Հայաստան, իսկ մյուս կողմեն նաեւ ակտիվ կորզնական եւ կորզունյա մասնակցություն բերել սպիրկի կյանքին, որովհետեւ մենք սպիրկի մեջ ունենք բազմաթիվ հարցեր, բազմաթիվ խնդիրներ. Եվ այսօր մենք մեր դրակիրը պիտի գետրոնանա Հալեբահայության, Սուրիայության դակնաբին, որ մոտ 2 տարի է այսօր շատ դժվարին իրավիճակը ստեղծած է մեր Սուրիահայ քույրերուն եւ եղբայրերուն։ Այդ ուղղությամբ անշուշտ կազմված է, ինչպես գիտեք, Սուրիայերու աջակցության գազམ་ագերբությունը, որ արդեն մոտ 4-5 ամիս է կորզի մեջ է այդ ուղղությամբ նյութական օժանդակություն դրամատրելով, գաբեր հաստատելով եւ սպիրկը ծևոմը դեղաշարժի մեջ է եւ այսօր իմ հյուրերն են երկու անձեր, որոնք այդ հանձնախումբին անդամներն են իմ ցախից ուրեմն գտնվի Դիգին Սոնա Մադարյանը, իսկ իր ցախին գտնվի բարոն Վիկեն Տարպինյանը։ Սոնա Մադարյանը ուրեմն հոմի գործատիր մարմինի մեջ եղած է դարիներու ընթացքին եւ կորզունյա անձմն է, անցյալ շաբաթ արիթ ունեցա իր տասախոսությունը մտիգնելու ուրեմն Սուրիայերու այդ հարցին հետ կապված, իսկ բարոն Վիկեն Տարպինյանը երկիչ մն է Ֆրանսայեն եւ այսօր այստեղ է, որովհետեւ գիրագի օրը պիտի լա ցերնարկմա եւ այս բոլորի մասին պիտի խոսենք եւ գուզենք որ դուգալ ձեր աջակցությունը բերեք, ձեր մասնակցությունը բերեք եւ այս բոլոր ծրագիրները, որ այսօր գոյություն ունի Սուրիայերու հետ կապված, պիտի ներկայացվի։ Ուրեմն արիթը նախ պիտի դամ Դիգին Սոնա Մադարյանին, որ մեզի ներկայացնի այսօր Սուրիայության կյանքին, որտեղ ինքը Սուրիահայ եղած է եւ շատ մոտիկ կապեր ունի։ Ուրեմն Սոնա, խնդրեմ մրամե մեզի եթե գալի է բացառություն մտվեք այդ ուղղությամբ։ Ամենայն սիրով նախ շնորհակալություն այս արիթին համար, պարոն Հարութ։ Ինչպես քիչ առաջ հատկապես նշեցիք դեղաշարժ փարը։ Իսկապես ճիշտ փարն է, որովհետեւ 2011-ի անցյալ դարվան առաջին ամիսներուն բայթում մներ գարձեք, որը սկսավ Սուրիո ջագադակրին մեջ։ Այնպիսի դեղաշարժ մներ, որ ամբողջ Սուրիո ժողովուրդը դակնաբիլ է սկսավ քաղաքացիական առօրյա մեծ դակնապներով։ Եվ անշուշտ այս մեկը հետը սկսավ սաստկանալ։ Սաստկացավ այնպես, որ վերջին 5-6 ամիսներուն բավականին դժվարացավ Սուրիո ընդհանուր առօրյա կյանքը, որ մի անշուշտ անմասն պիտի չմնային նաև մեր հայրենագիտները, Սուրիահայ մեր քույրերն ու եղբայրները, որոնք այսօր 5-6 ամիս է ի վեր, գիշեր ու ցերեկ, անապահովություն, ոչ խաղաղ առօրյա, ընկերային կյանքի դակնապ, առօրյա կյանքի դակնապ, անկորձություն եւ դակավին մինչեւ ամենասուղը գործընծնելու, կյանքեր գործընծնելու այդ դակնապը գաբրին։ Այս իրավիճակը անշուշտ օրը երբ սաստկացավ, բնականաբար մենք անդես պիտի չմնայինք սպիրկի մեջ, հատկապես Ամերիկայի մեջ եւ այլուր աշխարհի 4 կողմը։ Եվ ճիշտ այդ առիթով մեր քաղուտի ղեկավարները շատ քեղեցիկ մտահղացումով, ինչպես միշտ ասկային բարեսիրական իրենց այդ աշխատանքին ընդմեջ են, որոշեցին երկու առաջնորդներու գլխավորությամբ, համայնքաբեդերու գլխավորությամբ, գազམ་ագերբությանց, բարեսիրական գազམ་ագերբությանց ներկայացուցիչներով հարաճացուցին մարմինը, որ գոչվեցավ Սուրիայության օժանդակության կորզածիր մարմին։ Եվ այս մարմինս մոտավորապես 3.5 ամիս է ի վեր դիվ ու քիշեր աշխատանք կդանի, որբեսի նյութապարոյական օժանդակություն ապահովե Սուրիահայ մեր քույրերուն եւ եղբայրներուն։ Բնականաբար փարոյական գացությունը հարկերի հայրենագիտներ, փարոյական հանգստությունը, խաղաղությունը միշտ գարիք ունի նյութականին։ Եվ արայց որոշվեցավ, որ ծրագիրներ մշակվին եւ այս մշակելի ծրագիրներուն գլխավոր նպատակը ըլլա նյութական ապահովություն հայթայթել եւ անոնց առօրյա գարիքներն ու բեցկերը հոգալ, որբես մենք հայրենագիտներ
եւ որպես համայն հայության դակնապ։ Պետք է ասել, որ այս գազագերբության կամ այս կորզաթիր մարմնի մեջ ոչ միայն սուրիահայեր կան, այլ նաև կան իրաքահայեր, նաև կան լիբանանահայեր եւ ընդհանրապես համայն հայության դակնաբն է։ Եվ երբ գոչ ուղղեցինք, որ մենք այս աշխատանքին պիտի սկսենք, արդեն վիկենդն ալ դեղյակ է, որ նույնիսկ Եվրոպայի մեջ դեղաշարժ մի եղավ ժողովրդի մեջ, մինչև հեռավոր Ավստրալիա, Կանադա, Ամերիկաները եւ ընդհանրապես ժողովուրդը գարձեք սկսավ իրենք սկսան դեղյակ բահել մեզի եւ կամ email-ներով գապվել, հեռացայիններով գապվել, թե ինչ կրնանք անել, ինչպես կրնանք օգտակար դառնալ։ Ավասիկ այս կորզաթիր մարմինը այս աշխատանքներուն սկսավ եւ հավատացեք, որ կոնե Կալիֆոռնիա մեջ եւ շրջանները ամեն շաբաթ ծրագիրներ եղան, ծրագիրներ, երեգույթներ, տրամահավաքներ, վիճակահանություններ եւ այլ տեսակի բարեսիրական աշխատանքներ, որոնց բոլորին հասույթը հասավ մեզի, այսինքն SARF-ին, Syrian Armenian Relief Fund-ին, որ սուրիահայության օժանդակության կորզաթիր մարմինն է։ Եվ այդ իմաստով մենք որբեսի դեղին, ճիշտ եւ ճշգրիտ լուրեր առնենք, նույն զուգահեռ մարմին մնայև գազմված էր Հալեբեններս Սուրիո մեջ։ Եվ այդ զուգահեռ մարմինը գրգին օժանդակության միացյալ մարմին մնե, որ մե դեղեցություններ կառնենք եւ հատկապես Պերիոթեմի Հալեբի Պերիոթեմի առաջնորդարանեն Բաշտոնաբես Փանփերը բարոն Ժիրայ Ռեյսյանը, որուն հետ կգապվենք ընդհանրապես եւ գայքեչով եւ հերացայինային գաբերով քրեթե ամեն օր։ Եվ դեղյակ կբահե մեզի մանրամասնորեն առօրյա ցանկը սուրիահայերուն եւ ինչի գարիք ունին։ Ըստ այնմ այս հավաքված գումարները գահասնին հոն եւ ըստ այնմ իրենք պետք եղած առօրյա պետքերը գողական մեր ժողովրդին այս բարակային սուրիահայության։ Այո, այդ դժվարին իրավիճակը ուրեմն վերջին մի քանի ամիսներուն է, որ ավելի սասկացած է։ Ճիշտ է, որ 1 տարի, 2 տարի առաջ սկսավ եւ գտեսնենք, թե ադոր հետևանքով ինչ գլագոր հայերուն իրավիճակը եկեղեցիներու կամ դպրոցներու ամենօրյա կյանքը ինչպես գկանտվի գործեվով։ Այո։ Գիտեք ինչ է, երբ սկսավ գարձեք անորոշություններ, նույնիսկ հոն աբրողներն իսկ առօրյա կյանքի մեջ երբ կգապվեինք, գարձեք չէին հավատար, որ փամ մգցարնա։ Այո, քեշ հոդ մգա, բայց իրականության մեջ ինչ է եղածը իրենք հալ չէին հասկանար։ Անորոշություններ, բայց այնքան արագ իր քայլերը հարաճացուց այս տակնաբը, որ մարդիկ արդեն շվարած մնացին։ Եվ այն ադեն է, որ շատ արագ ժողովուրդը Սուրիայի թուրք ժողովուրդը դակնաբիլ սկսավ, որ իսկապես օրստորեգ սկսի ծանրանալ եւ սաստկանալ վիճակը։ Եվ ավասիկ, դպրոցները առօրյա, դպրոցները զրկված են երեխաները։ Բաշտոնյաները կորձե թատրած են։ Իսկ հայրեր, դղամարդիկ, որոնք առօրյա կորձով գաբահով են իրենց օրաբահիկը դժվար թե ունենան, շատ դժվար։ Եվ ավասիկ ռումբեր գդեղան ամեն գոմ, դարբեր դեսագի ընտիմատիրներ, խումբեր են, ընտիմատիրներ են, որոնք մեկ, այսին գլսեն քաղաքական վերլուծումներ, գսեն, որ քաղաքացիական բادرազմ է։ Այդ անվանդակ օդար ընտիմատիրներ, գարձեք արիցը գոկտակորձեն, չեք գիտեր ինչ անորոշ որոշումներով կամ ինչ վերին ուժերու ուժին դակ մասնակցությամբ Երգիրը գկանցվի։ Գոկտակորձեն ժողովուրդը։ Շատ ճիշտ է, ժողովուրդը գոկտակորձեն։ Ժողովուրդը մեջը բաժին չունի բادرազմ։ Այո, այո։ Կառավարության թեմ ժողովուրդը չէ։ Այո։ Թուրքսեն եկած ուժերն։ Այո։ Լիբանանի բادرազմին փնավ չի նմանիր։ Լիբանանի բادرազմը նախ կառավարության թեմ չէր, իրար մեջ բادرազմ էր։ Իսկական քաղաքացիական բادرազմ էր։ Իսկական քաղաքական, բայց ասի մարդ չգիտեր ինչ է։ Այո։ Եվ անորամար կզարմանանք, որ ինչու Եվրոպան եւ Միացյալ Նահանգները չեն ուզեր գարձես խառնվել կամ միջոցը գտնել գեցնելու։ Ընդհանրակը Եվ որ միջոցը չեն փնտրել գեցնելու, կնշանակի կքննադեն ինչ որ գանցի գտանան Սուրիո մեջ։ եւ նաեւ Թուրքիո եւ Սաուդի Արաբիո, մանավանդ Թուրքիան, որ Հալեբը Թուրքիայի սահմանեն մոտ 50-60 կիլոմետր հեռու է, կամ ասենք 40 մայլ հեռու է, որ այստեղեն Սանտա-Անա ասենք։ Եվ ուրեմն եւ Թուրքիան շատ մեծ շահեր ունի, որովհետեւ Հալեբայությունը այդտեղեն Եվ չմոռնանք, որ Սուրիան նախ
անցյալ տարու սկիզբի կծված Անգլիո եւ Սուրիո եւ Ֆրանսիայի կողմեն կծված քարտեզ մներ եւ 30-ական թվականներուն Գիլիգիո մնացածը Ֆրանսիայի կողմեն նվիրվեցավ Թուրքիո եւ Սուրիա այսօր եւ միշտ մենք 7-րդ դարին ի վեր պատմություն ունենք Սուրիայի մեջ ոչ թե 1915-ին ի վեր այո եւ սահմանն է Սասունի, Մուշի, Գիլիգիո որ մեծամասնության վերջապես գտնա Եվ Քեսաբն է օրինակ։ Քեսաբը վերջին մնացածն էր Գիլիգիային։ Այո, այո։ Գիտեք, ներողություն, գիտեք ինչ, ես պիտի անդրադառնայի, որ այո, Սուրիահայ քաղուտը, ինչպես բոլոր հայկական քաղուտները շատ կարևոր են։ Հայությունը, համայն հայությունը ուր որ ալել աշխարհի որ ծայրը, յուրաքանչյուր հայ աշխարհ գարժե։ Որովհետև որպես ասկայիններ մենք մեկ իրար քով եկած ուժ եղած հավատք ունեցած մեր ասկությունը բահած ենք։ Երբ նշեցիր Վիքեն 1915-ին առաջին երգիրն էր, որ ցեղասպանութենեն հետո այդ մեծ եղերնեն հետո մեր ժողովուրդը եղավ իր հանգիստը կդավ Սուրիո ափերուն, Սուրիո հողերուն վրա եւ Սուրիան որպես երգիր, արաբական երգիր շատ ցերնփած շատ լայն սրտով ընդունեց եւ այդտեղ մենք հաստատվեցանք միություններով, եկեղեցիներով, վարժարաններով մեր մշակույթը հոն գարձեք զարգացավ եւ դարածվեցավ այլուր այսօր գազվելով այս հսկայական սփյուռքը այսօր Սուրիահայ քաղուտը մեծ նշանակություն ունի եւ ավասիկ մեր աչքերուն առջեւ գարձեք գգորսընծնե որովհետեւ մենք չենք ուզեր որ մեր ժողովուրդը մեկ օր իսկ հուսահատ ապրի Մենք մեր գեցվածքով, մեր գամքով, մեր աշխատանքով մի ցույց տանք ամեն օր յուրաքանչյուր Սուրիահայու, որ մենք իրենց կողքին ենք։ Մենք իրենց կողքին ենք, նույնիսկ մեր նվազագույն լուման պետք է հասցնել հոն բազմաբացկելով։ Յուրաքանչյուրս բարդավորություն ունենք։ Նյութապարոյաբես մեր բոլոր բարդավորությունները Սուրիահայության ուղղելու համար։ Նաև այդ ուղղությամբ մենք պետք է մեր գալին ենք, որ Ամերիկայի մեր կոնգրեսմենները, սենատորները իրականությունները գիտնան, որովհետև այսօր երբ որ Los Angeles Times-ը գարտնակ ուրեմն Սուրիո դակնաբի մասին գոմնագալ գեցվածք ունին եւ ես շատ անգամ իրենց իմ նամակներովս կքննադատեմ ամենից որ որտեղ քաղաքական մոդեցում մնալ եթե ունենանք այդ ուղղությամբ ավելի արդյունքը ավելի զորավոր գլա բայց մենք անշուշտ այսօր մենք մի աշխատենք ուրեմն ինչ ծրագիր ունիք այս ուղղությամբ ունիք մի քանի ծրագիրներ դրամական օգնության դեսագետով բացատրեցիք որ դրամը պիտի ուղարկվի ասենք ամեն ամիս ամեն շաբաթ ինչպես ուղարկվի ադիգա եւ այդտեղը որ գավակվին ուրեմն հանձնախումբ մգա որ պետք եղած թե հիվանդներուն, թե ընտանիքները, որոնք նյութական եւ արդյոք գերագուրներ ուղարկելու գարձեմ Հայաստանեն նույնիսկ ես ցույց տվի անցյալ երկու շաբաթ առաջ օգնիր եղբորդ հայ ապահովական տաշնակցությունը երկու անգամ ուրեմն մեծ զրարներով, տոննաներով ուդեստեղեններ ուղարկեցին որովհետև այլևս արտիկը խանութները փակ են եւ ուդելիքներ ու քիները 3-4 անգամ ավելի բարձրացած է եթե ոչ 10 անգամ ուրեմն պետքերը ամեն տեսակի պետքեր է թե թեղերու պետքեր թե ուդելիքի թե պաշտպանության եւ չեմ գիտեր մեր հայդղակ հավանաբար այդտեղ բավական ինքնապաշտպանական աշխատանքներ ալ գտանին այո մեծ աշխատանք կա եւ ինքնապաշտպանական եւ նաեւ ինչպես ասիկ թեղորայքը ուդեստեղենը այլևայլ գարիկները եւ նույնիսկ հիվանդներ փոխադրելու այդ երիտասարդ տղաքը գետրոնները ներս ագումբները ներս եկեղեցվո սրահի մեջ կամ դպրոցներու մեջ բոլորն գփութան շտաբօգնության այդ շտաբօգնության այդ մարմինը քիշեր ու ցերեկ աշխատանքի մեջ է ասկե շաբաթներ առաջ ամիս առաջ նույնիսկ հայ ձերանոցը վնասված էր եւ ձերերը երկու շաբաթ հոն փանդարգված էին չէին գրնար դուրս ելնել փորձեցին վերջի վերջո քիչ մը խաղաղ օրվան ընթացքին ձերերը փոխադրել
Դեղմը Գյուլբենկյան հիվանդանոցը, որ արդեն հարազանոց է բոլոր հալեբահայության, հոնալ վնասվեցավ հիվանդանոցը, այդտեղեն ալ փոխադրեցին այլ շենքը եւ տեսնեք այդ ծերերը քրգված երիտասարդներու գոմե, որոնք ամենայն քուրքուրանքով կփորձեին այդ հայ մամիկները, բաբիկները դեղեդեղ փոխադրել։ Այս ամենը տեսնելը մեր ժողովրդին համար իսկապես մեծ սրդի ցավ է։ Չենք ուզեր գսկիձի վերածվիլ, այո, նույնիսկ մենք կյանքեր կգործընծնենք, մեծ թիվով կյանքեր կգործնենք, որոնց մեջ նաև դասնյակներով հայ երիտասարդներ եւ այսպես գարձեք անորոշ նահատակություններ նաև գլան։ Այդ ամենը մեզի համար ամենօրյա սրդի ցավ է։ Այո։ Վերնակ մեզի այս վերջին այս գիրագի օր գարձեմ համերգ մը բիդելա եւ Վիկեն Տարպինյանը մասնավոր Ֆրանսիայեն եկած է եւ պիտի երկե դարբեր ժողովրդային երկեր, ուրեմն այդ մասին ինչ կրնագսել։ Ես կներկայացնեմ քիչ դեպի պիտի ուզեմ Վիկենը լսել, որ շատ ավոր ծևոր ամիջապես ընթարաչեց, ինչպես Վիկենը, նաև այլ սիրված հարկելի արվեստագետներ ընթարաչեցին։ Քիչ հետո կներկայացնեմ մասնավորապես Վիկենը թող փոխանցե, ինչպես լուրը հասավ իրեն։ Ես իմ գործադեղից էի եւ հերացան ստացա անունը դվա, բայց չհասկացա ով է, որտեղ եւ ինձ բացատրեց, որ հայդակիրը կպատրաստվի եւ կփափակեին, որ մասնակցեմ Սուրիա համար, այո, սի արդեն։ Հարց չունեի կամ ոյը մեկ վախ չգար կամ ժամանակ չունիմ եւ չգար այդպես բան։ Ինձ համար ոչ թե այս բարակային է միայն միշտ այդպես եղած է եւ կուզեմ ասարիթեն օգտվել ասելու որ մենք պետք է միշտ ցերքի տանք եւ պատրաստ լինենք ովևէ մեկ ախտի, ովևէ մեկ ճշվարության։ Այդ մեծ դժվարությունը եղած է երբեմն ցկած ենք, երբեմն հանգստացած ենք մեր հանգիստ անգույնները եւ մորցած ենք որ մենք հավիդյան բայկար ունենք մնալու եւ բայկար ունենք մեր թադը պաշտպանելու, որ միշտ կմնա այսօր անլուծելի։ Ադոնամար ուրեմն ես չմերժեցի եւ այսօր սրդանց եկած եմ մասնակցելու կոնե նվազագույն օգնությունս բերելու մեր հայության։ Քաչալերելի եւ Վիկենը եւ Վիկենի նման արվեստագետները, մեր բոլոր արվեստագետները բարոն Հարութ, բավական մեծ թիվ կա։ Ես կարտամ Այո, խնդրեմ։ ուրեմն այս գիրագի դուք խոսեցեք ժամը 7-ին պիտի ինչ տեղի պիտի ունենա։ Այո, ուրեմն այս եկող գիրագի, որ նոյեմբերի 11-ն է, երեկոյան ժամը 7-ին, Փեսեդինա քաղաքի Սիվիկ հանդիսասրահին մեջ մեծ երկհանդես մտեղի պիտի ունենա, որը գազմագերբված է օժանդակ, Սուրիայության օժանդակ մարմնից կողմէ եւ գազմագերբությամբ Artists for Kids։ Այն դղակը, որոնք գամավոր աշխատանքի մեջ են եւ որոնք մեկ ամիս է ավելի քիշեր ու ցերեկ աշխատին գազմագերբելու նման երկհանդես։ Եվ ամիջապես որոշվեցավ սիրված արվեստագետներու դեղյակ պահել, ինչպես Վիկենը ասավ։ Բոլորն անմիջապես մեզի թրագան պատասխան տվին եւ գմասնակցին գամավոր։ Ոչ մեկ սպասելիք չունին ոչ մեկ ենթադրություններ չկան, բոլորն ալ սիրահոժար, բարեսիրական այս աշխատանքին համար պիտի կան եւ իրենց երգերով, իրենց ոճերով, իրենց արվեստով, իրենց դաղանթով պիտի փորձեն մեր սրդերը ցևով հավանաբար հանգստացնել եւ այդ երեգոն, այդ հանգստության երեգոն նաեւ նյութական մեծ օժանդակությունը, նյութական մեծ հարկելի կումարը պիտի փոխանցե Սուրիահայ մեր քույրերուն եւ եղբայրներուն։ Գրնամ ես դալ անուններ արվեստագետներու, սիրված արվեստագետներ, Սերժ Թանկյան, իր հորը հետ, Խաչատուր Թանկյանի հետ, Զուկերկ, Արմեն Մովսիսյան, Ռուփեն Հախվերդյան, Լիլիթ Բեբոյան, Հայաստանեն հասած, Վիկեն Տարպինյանը, որ նստած է իմ մոդս, Ֆրանսիայեն եկած, նաև բանդեր, նվագախումբեր, որ մեր երիտասարդությունը շատ կսիրեն, Visa Band-ը, The Dirty Diamond Band-ը, ինչպես նաև Element Band-ը, որ շատ սիրված է նաև, եւ այսպես հուսամ անուն չմորցա Սեբուհ, նաև Սեբուհ երկիչ, սիրված երկիչը, եւ առավել կգարձեմ Ասոնքեն, այո, եւ այս
արվեստագետները այս բոլոր ասենք բանդերուն հետ նաև մի փորձեն այդ գիշեր 2.3 ժամ ընդհանուր երեգոն հարստացնել հայ արվեստով եւ աս հայ արվեստի ցայնի ընդմեջ են նաեւ դուք պիտի լսեք սուրիահայության գոչը սուրիահայության հավանաբար սրդի խոսքերը եւ դակավին այլ սրդի խոսքեր խորներան բազմությամբ պիտի փորձենք լեցնել սրահը 3000 հոգինոց սրահը պետք է աթոր լեցնենք որբես հայորդիներ որովհետեւ այդ օրը մենք բարդավորություն ունենք մենք ասկային բարդավորություն ունենք հայրենասիրական բարդավորություն ունենք որովհետեւ մեր օժանդակությունը մեր ներկայությունը ինքնին կփաստե եւ գոչ մնե ասելու սուրիայության որ մենք ծեր գողքին ենք երբեք դուք առանցին չեք եւ անպայման շուտով բի շրջանցենք այս դժվարին օրերը եկեք միացեք մեզի սիրելիներ իսկ եթե դակավին չեք ունեցած ծեր դոմսերը կխնդրեմ որ երթակ կայքեչը itsmyseat.com hi8 արդեն բաստարի վրա կտեսնեք եթե on երթակ ամիջապես կրնակ ծեր դոմսեր ունենալ իսկ եթե գուզեք գլանդելի մեջ լարքի գետրոնը գա երաշտանոց լարքի գետրոնը որ ամեն օր գեսորե յետ ժամը 1-ին մինչև 5 կրնակ հեռացայնել 626 255 2683 տիվին Դիգին Արփի Բարսումյանին հետ կապվելով գունենակ ծեր տիկետները։ Կխնդրենք սիրելիներ, միացեք մեզի, որբեսի միասնապար ուսի դալով, ցերքի դալով գարենանք սուրիահայության քոնե ասել որ հանգստացեք, մենք ցեզի հետ ենք եւ պիտի շրջանցեք այս դժվարին օրերը։ Ասիգա նաև լավ արիթմն է, որ ծեր զավակները, ծեր տորնիկները առնեք եւ մդիգնեն հայկական երկեր խանդավառ մտնոլորտ ստեղծված է եւ նաեւ նյութական օժանդակությունը մասնակցությունը կբերեն սպիրկահայ սուրիահայ մեր քույրերուն եւ եղբայրներուն ուրեմն այդպիսի մտնոլորտ որ ստեղծվի գասիկա կարելի է լալ առաջին շարժումներն մեկը որում պիտի հաջորդե բազմաթիվ ուրիշ ցերնակներ ուրեմն ավասի գիրագի նոյեմբեր 11-ին ժամը 7-ին Pasadena Civic Auditorium-ի մեջ Pasadena-ի Civic Auditorium-ը բավական լավ ջանցված դերմն է ամենից որ շատ դյուրությամբ կրնակ գտնալ եւ ամենից որ կկաչարեմ որ այսօրվն է իսկ վաղվն է սկսյալ կրնակ ինտերնետեն առնել այդ տիկետները եւ տիկետներու քիները գդարբերին դուք որոշեցեք ամենից որ ասիկա նվիրատվություն մնե տիկետները կան միջև 50, 60, 70, 80 իսկ անգե ամենեն աժանները որքան են միջև $35 $35 ամենից որ հիմա կվնե ծրագրեցեք եւ այս երկիշները դժվար է նախևառաջ այսպիսի երկիշներ կովկովի բերել Ռուբեն Ախվերդյանին որ շատ լավ ջանցված է ինչպես հայաստանցիները շատ լավ գճանշնան Սերժ Տանկյանը եւ գարձեմ մասնավոր հայդակիրը պիտի լա ուր երկերը եւ այլն այս ուղությամբ այսին ազգային մոդեցումը պիտի լա ծևով ոչ թե բարելու այդպիսի հայդակիրը չեմ գարձեր որ պիտի լա այդպես է գոմկաշարժ երաժշտություն չի կա գիրագյորը այո Այս արիթով արդյոք վիկենը մեզի գրնա, ասանք որոշ հիշեցումներն է, օրինակ, ինչ սիրված երկեր բիդի երկեք դուք, վիկեն։ Ձեր ոճը սիրողներ շատ կան։ Հուսամ գուկամ։ Անպայման, բոլորն ան, վստահ եմ, մեծ տիվով։ Անագնգալ ցկելը լավ է, բայց երկերուն մեկ հատին մասին գուզեմ խոսել, որ եկեղեցին հայկականն է Վահանթեքյանին փառաստեղծությունը որում վրա երաժշտությունը ավելցուցած եմ եւ երկի վերածած եմ եւ սիրով գերկեմ այդ երկը միշտ գարձես աղոթքն է ինձ համար աղոթք մեր ասկին աղոթք է այո որտեղ մեր քրիստոնեությունը մեր մշակույթն է մեր պատմությունն է վերջապես եւ Վահանթեքյանը հաջողած է այդ փառաստեղծության մեջ ամբողջ հոգին տնել ոչ թե Հիսուս ծախել կամ Մայրամասազին ծախել։ Մեր եկեղեցին մեր դունն է, մեր դպրոցին քով եղող շենքն է, որ գիրագի օրերը գերտային շաբիկ կհագնենք։
եւ քովը ագումբը այս էր մեր կյանքը միշտ Այո։ վերջապես քերեցիկ բան է ուրեմն Ատկեցանտին անշուշտ իմ բռնած ջամփաս եղած է հին երկերը առնել եւ նոր ցևով ունգունցելի դարձնել երդասարտության եւ օդարներուն առանց ավրելու մեր ոչ մեր եղանակը կամ դալու ցևը բարձրապես նոր շունչը ստեղծել որովհետեւ գարենա օդարնալ հաջիկով մտիկն է եւ Ես ուրախ եմ, որ եկեղեցին հայկականը երկի վերադարձեց, այո որտեղ եկեղեցին հայկական ծննդավայրն է օգուց, ինչպես քաղաքն ընթարցած, Բարզ խորում մութ ու լույս։ այո, արդեն մեկ այս մի քանի բարերով այո բոլոր եկեղեցին ոգին ցույց կդրվի եւ մենք այս մեր նոր սերունդը պետք է այս երկերով սնվի եւ հավասիկ ազգային ոգի ուրեմն ներշնչումը պիտի լա այս արիտը եւ որ մասնակցություն մնալա եւ նաեւ նյութական օժանդակությունը լա այս բոլորը միացյալ շատ գեղեցիկ մտահոգացում է որ ունեցած եք եւ ուրեմն այլևս սելիկ բան չունի այդությամբ դուք է որ սիրելի հայրենակիցներ պիտի շարժիկ եւ պիտի երթակ Պասադինայի Civic Auditorium-ը այս գիրագի երեկոյան ժամը 7-ին Հիմա ես կուզեի ցույց տալ դեսայերիզմը սուրիայության մասին, մոտ 10 րոպեանոց դեսայերիզմն է, որ ցեվում ավելի լավ նկարներով ցույց կդրվի իրավիճակը եւ ապա կմիանանք ցեզի 10 րոպե հետ շնորհակալություն։ Օրեր էին, բարի ու փերի օրեր։ Դափարակ հողադարածներուն վրա մեկը մյուսին ետևեն բարձրացան հավատքի, ուսման ու աշխատանքի դուները։ Խաղաղադեն ժողովուրդը Սուրիո Փերքարատ հողին վրա կդավ իր փախցանքին կոհացումը։ Դարվեդարի քրտնաթոր աշխատանքով Սուրիահայերը սվաստգեցին Չանասերի, արհեստավորի, արվեստակետի ու բարգեշտ քաղաքացի թանկարժեք համբավը։ Համարյա թարմը ամփողջ խոսքով ու կորձով ապացուցեցինք մեր ազգային բոլոր արժեքներուն, եւ գրոնքին, եւ քիրին, եւ մշակույթին, եւ հողին դեր ու պաշտպան ալալու մեր ստանցնած հանցնարու պատասխանատվության դիրությունը։ 2011-ի սկիզբը սկսած եւ ամիս սաստկացած Սուրիո մեջ ծայրարած հագամարտությունները 2013-ին առաջին ամիսներուն դարձան առավել ահեղ ու ամեհի, մինչեւ որ թափանցեցին հայաբնակ շրջանները։ Սուրիո ընդհանրապես բոլոր նահանգներն ու քաղաքները աստվեցան արյունահեղ դակնաբեն, սակայն եւ որպես համայնքի թիվ եւ որպես կենսունակություն Հալեբի գրած վնասները ամենաահավորը համարվեցան։ Մեր Հալեբն է, եւ Սուրիահայուն, եւ Լիբանանահայուն, եւ Ամերիկահայուն, եւ Կանադահայուն համար մեր Հալեբը։ Մեր գառույցները, եկեղեցիները, դպրոցները, ակումբները, զանազան կենտրոնները եւ բնակարանները կենթարկվին հիմնահատակ կործանման վտանգի։
Քաղաքացիական վսեմակույն բարդավորությամբ Երկրի փանագին ծառայող հայ երիտասարդը, աշխատանքի մեկնող արհեստավորը, համալսարան հաճախող ուսանողը եւ դան օջախին թիմած ջաշի պատրաստությամբ սպահող մայրիկը զերծ չմնացին կենսահապշտագիծ վտանգ են։ Զինվորական ծառայության մեջ գտնվող Վիկեն Հայրապետյանը Սուրի 2011-ի դակնաբի առաջին նահատակը դարձավ, որուն հետևեցան դասնյակներով զոհեր ու նահատակներ։ Խարի սերդ ու բարեբաշխությունդ եւ կյանքիդ ընթացքին քու գրած հալածանքներդ ես կհավատամ եւ վստահ եմ, որ պիտի գադարես ու խնդրանքս 15-ամյա Ջարախատ Քարենը բայթող ռումբիմը պեգորներեն վնասված իր մոր բրգության համար հրաշակորդ սուրպերուն գտիմ է ու գհուսա աբագինված դեսնել մահակունի մեջ մտած իր մայրը 2012-ի սեպտեմբերի 50 դեղի ունեցող ռազմական գործողությունները, հրասանթերու դարապային դեղացումը, աճ ու ցախ անդադար երուզերող փամփուշտները եւ տիպուգահարներու աննպատակ նշանառությունները, որոնք առհասարակ որևէ անցորդ որպես թիրախ կընդունեին, ամեն վարյան մահակուշ արձանագրելու գացության մեջ չրին մեզ։ Ուզեց մեկ հատ երթալ ստուգել, որ դու վիճակի ինչպես է։ Աղջիկս իր առաջ կվազեր, որ մեկն արդեն դարձավ բաբային բիտնայի, որ դեսավ քեդին ինգացեր։ Ուրեմն մենք երբ որ Իվանթանոց հասանք, առաջնորդային գոմեն դղակը ամեն օր դեր գտարնային որ ինձի։ Հայ դողոց կմաղթեմ, որ վարձկինին գադար, որ բոլորին գրնան որ հասնել։ Սուրիայության այս դակնաբը համահայկական մասշտաբով թիմակրավելու համար գազմվեցավ Սուրիայության շտաբօգնության գետրոնական մարմինը։ Հալեբի շտաբօգնության մարմինը փութած հասնիլ բادرազմեն դուժած հալեբահայերու առողջապահական, սննդային, բնակարանային եւ ապահովական բազում գարիքներուն։ Մեր գացությունը շատ քիչ վիճակի մեջ է։ Այսօր Հալեբը, որ ասկանդարի հոսը ինձ ընթավայրս, փամը չեր եղած եւ այսօր շատ քիչ վիճակի մեջ է։ Մեր հանձնախումբը Պետրոջի Սուրիայության շտաբօգնության օժանդակ մարմին, որը Սուրիո-Թրակական իրավիճակին ելնելով ստեղծվեցավ վերջերս, մեր նպատակն է օգնել մեր քաղաքի հայրենադիցներուն, որոնք դժվար են այս շրջանին։ Շտաբօգնության մարմինը կազմված է 3 համայնքներու ներկայացուցիչներու կողմից։ Մասը կազմեն 3 հարևանության ներկայացուցիչները։ Նպատակն է օգտակար դառնալ բոլոր հալեբահայության անխդիր։ Առաջին մեխանիզմը մենք որ 13 հոգի է կպականանք, 3 համայնք, 3 կուսակցություն եւ միություններ կան։ Բարեցիրական միություններ, որ մեզի հետ կապված են եւ ասոնց վրա իրենց առաջարկեցինք օժանդակ մարմին ու դեստեղանի սննդեղանի, որ իրենց սննդեղան բաժնեն օժանդակ մարմին, որը շինարարության հետ սպառին, նոր մարմին առաջարկեցինք, որ իրենք հետևին բնակարաններու, վնասված բնակարաններու մեր միջև եւ Ղարաբաղյան միջև իրենց օգտակար դառնանք, որ ժողովուրդը ինքը ճիդակնաբի չհոգնի, մենք իրենց օգտակար դառնանք։ Մենք հոստեղ երկու փաստաբան ունենք մեր հետ միասին, ինչ որ Ղարաբաղյան թուղթեր պետք է իրենք կպատրաստեն, որ բոլոր հայ ժողովուրդը օգտակար լանք բոլորին։ Բնակարաններ, որոնք անբնակելի վիճակի մեջ են, ինչև այսօրս։ Այսօր գողքին ունենք դասյակ խանութներ, որ նման կանտված են։ Ամեն օրերը մենք ներկայ ենք ոս։ Ասկային առաջնորդային ընկերային ծառայությունը մեզ հետ աշխատելով նույն շտաբօգնության մեկ հանձնախումբը բավարարեցավ։ Իրենք ալ մեզ հետ ամեն օր ներկայ են։ Մեզի օգտակար դարձան նոր քյուղի դղակը, անոնք ալ մեզի հետ նորեն հանձնախումբ չեն, բայց մեզի բավական օգտակար կտանան։ Վիրավորները իրենց տուն են բերելով, հիվանդանոցները կդանին, այդքից վերջ մենք հանձնգարնենք։ Մեր երիտասարդները եղած են միշտ գորիզը բոլոր հայության, բոլորն ալ սիրահոժար նվիրումով, երբ որ թիմենք իրենք պատրաստ են, մեր ճուծածածանը նույնիսկ իրենք պատրաստ են։ Ասկային առաջնորդան ունի 3 շենքեր, որ դրամատրած է։ Մենք Մեդիկյան շենքի մեջ մտավոր ունենք 125 հոգի են, բագանա մոտ 30-40 ընտանիք են։ Եվ դեպական գավելնա եւ գբաքսի թիվերը, գերտան եւ գոքան իրենք եւ ունենք իշխանյան սրահը, որ հոնալ ունենք մոտ 17 հոգի ունենք։ Գրիգորոսավրոչի սրահը նորեն ունեցան կոդ անդամներ, նորեն դրամատրված է Աստվածին սրահը։ Բոլոր ասկոմերը իրեն ով որ բնակարան պետք ունի, իրենց բոլորին ոս դրամատրված է։ Եվ միևնույն ադեն ադոր գերտա իր ասկականներուն կով մենք գերտան կողքան իրենց սպունք է
պատանյա է ինչ որ պետք ունին եւ ուդեստեղանը մինչեւ դուն գահասնենք տեղերու բարակային նորը նույնն է անինչ որ մեզի գտիմ է տեղերը նույնիսկ կապահովենք ջանքաչի միջոցով Բժշկարան դետնի վրա մենք ժողովրդին նորտնենք տեղորայքով ունենք մեր լետրոնը օգնության խաչի ընդերա բժշկարան լետրոնը որտեղ ունենք մեր մասնատետ բժիշկները ժողովրդին նորտնեն ըստիս բջջին թումարով բայց հիմա նույնիսկ ծրի ապար 750 ընտանիքի մենք սննդեղեն բաժնեցինք մինչև այսօրը սեպտեմբեր 750 բաժնված է եւ նոր անուններ եկած է մեզի մտավոր 300 հոգի եւ անոնցը պատրաստություն կտեսնանք որ Սննդամթերքը ապահովելու համար գտիմենք ուղագի գետրոններ, որ հարմար քիներով գարենանք ապահովել նյութերը եւ մեծականակ բարգերով Մենք ունենք նորեն երկրորդ հանձնախումբ որ մեզի գտված է նորեն անոնք ամեն ամիս գրեթե կբաժնեն 250-ին 300 անոնք ամսական թերությամբ Եկող ամիսներուն աճը ավելի պիտի ըլլա եւ իրենց մեզի մոտ անինչ որ մոդեսերը մեզի իրենք որ եղած է 3 ամիսը կորտ չունին անցոնք օր աշխատող օր ուդող են անոնց մասին իրենց ամենուն ծննդեղեն եւ մաս մատոց իրենց դունի վարձկերը նույնիսկ մենք վճարեցինք եւ կվճարենք կոր վիրավորներուն հիվանդանոցի ծախսը ընդհանուր մենք կխոցենք կոր մեզի հետ երբեմն գարկմը մեծ կոմաներու մեջ Ջինիշյան եւ Կարագոզյան մեզի հետ կմասնակցին կոր գարկմը հիվանդներուն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 2012 հունիս ամսուն նշեց իր հիմնադրության 75-ամյակը։ Այս արդիվ հրատարակվեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո բատմակիրքը։ Օրեր անց նույն սրբավայրը ռմբագոծումներու գիզագետային շրջանագի մեջ հայտնվեցավ նորեջ փանալով իր բատմակիրքի մեջ։ Նորգյուղ շրջանի ահազանգային օրներ։ Ասկային բադսպարանի 20-երուն ջաշը ընդհատվեցավ հրտիրներու սարսապաստու աղմուգով։ Փոքրիկ բադսպարյանները ռումպերու դարապին դակ, հապջեբով հերացան բադսպարանեն, անոնց մեմեգը չհասավ անգամ հայերեն թասակիր կա առնել իր հետ։ Վարգյաններ անց բադսպարանը այլագերբված էր արդեն։ Նորագարույց սիս պնագարանային ասկային համալիրի պնագիչներեն ոմանք նորը ստանցնած էին երաս դարձած իրենց պնագարանը և գահավորման կործի սկսած էին։ Ոմանք գահավորած և նոր պնագած էին, իսկ ոմանք ալ դագավին չէին պնագած։ Մեկ գիշերվա մեջ սակայն բոլոր պնագարանադերները նույն գացության մեջ հայտնվեցան։ Բոլորը դարձան պնագարանազուրկ, անարաստաղ ու անթուր, անլուսամուտ ու անփեղկ դուներ, այսքանը միայն։ Անբադսպար մնացին 100-ը ավելի հայ ընտանիքներ։ Ինչպես բաշխմանվիլ, ուր աբաստանիլ։ Սիրիահայության օգնության հիմնադրամը եւ Artists for Kids-ը ներկայացնում են High Aid բարեգործական համերգ ի նպաստ Սիրիայի հայ համայնքի։ Մասնակցում են Սերժ եւ Խաչատուր Թանկյանները, Ռուբեն Հախվերդյանը, Արտո Թունջբոյաջյանը, Լիլիթ Պիպոյանը, Վիգեն Թարփինյանը, Արմեն Մովսիսյանը, Element Band, The Dirty Diamond, Սեպու Սիմոնյանը, Visa եւ ուրիշներ։ Հանդիպման վայրը Pasadena Civic Auditorium, նոյեմբերի 11-ին երեկոյան ժամը 7-ին։ Այո, այս բոլորը մեզի անշուշտ գարտնցնե եւ գսկուշացնե, որ մեր պատմության ընթացքին մենք կրնանք նույն ծևի դժվարություններ, դակնապներ ունենալ անգամ եւս Ղարաբաղի մեջ, ամենից որ ովևէ ծևով մենք պետք է պատրաստ լանք եւ մեր մասնակցությունը մանավանդ երիտասարդությունը այս ծրագիրը իսկապես այս գիրագորված ծրագիրը բացառիկ ծրագիր մնե որ այսօր փոխանակ օդար երկեր մտի գնելու եւ օդարության մեջ մեծած մեր երիտասարդությունը պետք է հայության ուժը զգա եւ եթե մեկը գուսակցական կամ միութենական չէ չի նշանակել որ պետք է մասնակցի կամ պետք է ծանոթացումը արդեն առաջին քայլն է որբեսի իր մեջ հայկականությունը դարածվի
եւ մենք ունենք շատ մանցեր, որոնք շատ կորց գրնանել, բայց արիտները դերևս չեն ունենալ, հաբասիկա արիտման է եւ այսպիսի արիտներ մենք չէ որ կստեղծենք, դժբախտաբար այսիկա ստեղծված արիտման է եւ հետեւաբար մենք մեր կարողության սահմանները պետք է ավելի ընդլայնենք։ Ինչ կուզեք ասել այս ուղղությամբ, ես փորձեցի ես կուզեմ նաև ձեր գարդիկներ առնել, արդեն ունենք այստեղ մի քանի քիծեր, պիտի անցնեմ ձեր հարցումներուն, որպեսզի Սոնան եւ Վիքենը պատասխանեն եւ ուրեմն անցնեմ։ Այո, ռամեցեք։ Ես ուզում եմ հարցնել, հարցում ունեի։ Այո, գարջետ է գարելի է։ Այո։ Սուրիայում որ կռիվարինում են անգյունում քրիստոնյաները եւ մուսուլմանները կռիվար թե այսպես փոխային կռիվա։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ լավ հարցում է, այդ ուղղությամբ ինչ կգարձեք, ինչ է ձեր խոսքը։ Գիտեք ինչ, մինչև այսօր հարկելի հայրենագից, մինչև այսօր հadoop քրիստոնյաներու ուղված չէ, սկսած այս կռիվը որպես թե օրվան իշխանության թեմ է եւ օրվան իշխանության թեմ որոշ արաբական ինտիմատիր խումբեր են, որոնք իշխանության թեմ կգրվին։ Հadoop ուղված չէ երբեք քրիստոնեության, սակայն քրիստոնյաներն արդեն այդ դակնաբը գաբրին, անշուշտ նաև քրիստոնեությունն ալ հոն, արաբ քրիստոնյաները կամ մենք հայերս նաև այդ վնասներուն մեջ մաս կգազմենք եւ անշուշտ երբ մահը կբադահի կամ բադահական այդ ռումբերը որ գնեցվին, բայթումները որ գլան ոչ քրիստոնյան գիտե, ոչ մահմեդականը գիտե։ Այսպես ասած մեծ քաոս մնե իրարանցում մնե որ գաբրի ժողովուրդը։ Հիմնականին արդակին ուժերու նպատակը եղած է այս ուղղությամբ իշխանապողություն գդարել Սուրիո մեջ եւ ուրեմն քանտելու քաղաքականություն գդարվի եւ վախի սկացումն է որ գդարվի որ որևէ ցեվով Սուրիայի ներկա իշխող գարավարության քաղաքականություն եղած չէ ամենից որ արդակին մասնակցությունն է որ այս խառնաշփոթ իրավիճակը կստեղծե եւ բայց սակայն այդ ուղղությամբ բոլոր իսլամները եւ քրիստոնյաները մեծապես կդուժվին եւ ներքին բաժանումներ գլան եւ կսպասենք որ քաղաքական իրավիճակը ավելի արդեն հասունացած է եւ դարբեր ծեվի միջազգային ուժեր Ռուսաստանը Ամերիկյան Միացյալ Նահանգները, Եվրոպան, այդ ուղղությամբ արաբական աշխարհի մեջ նաև ուրիշ երկիրներ այս հարցին լուծումին վրա աշխատին, սակայն մինչ այդ մենք մեր գայելին բիդենք, որ Սուրիայության այժմեական ամենօրյա օգնության հասնենք, որպեսզի անոնք մնան իրենց հողին վրա եւ արիտ չդրվի, որ իրենք լքեն իրենց երկիրը, որովհետև Սուրիայությունը մեկ մասն է Սուրիո հանրապետության եւ ամենից որ մենք մեր գայելին պետք է անենք։ Գադարյալ քաղաքացիներ են։ Այո, ռամեցեք։ Այո, ռամեցեք։ Այո, ռամեցեք։ Ես ձեզ առաջարկություն եմ անել, ես կառաջարկեի համահայկական հիմնադրամի ոչ ոք դրամ չվճարեր, այլ բոլորը վճարեին Սիրիայցան օգնելու համար։ Շատ շնորհակալություն։ Այդ ուղղությամբ արդեն այս մարմինը հիմնական մարմինն է, որ այս աշխատանքը կգադարե եւ ամենայն աչալրջությամբ եւ գազագերբած կերպով ամենից որ խնդրեմ ձեր գայելին ռեք թե նույնպես մասնակցելու թե այս համերգին ներկայալալու ամենից որ համահայկական հիմնադրամը ունի իր ծրագիրները
բայց այս հանձնախումբը մասնավոր Սուրիայության ուղված մարմին է եւ ուրեմն խոսքը կորձի պետք է անցնենք ուրիշ շուտերի գունի գայդ ուտյամ այո ես պիտի ուզեի ասել որ այս ցերնարգը միագը չէր ոչ ալ առաջիններ եւ ոչ ալ վերջինն է հավանաբար երկու ամիս է իվեր ընդհանրապես այստեղ ապրող երիտասարդությունը շրջանավարտները որոնք հալեբեն հայկական վարժարանները շրջանավարտ եղած են անոնք իրենք կոչեցին որոշները մտահոգ հայեր գազագերբեցին երեգույթը Փարիգործականի սաները նախաճաշի մի իմաստով կամ ուրիշներ այլ տրամահավաքներ մինչև հաջորդ գիրագի Սան Ֆրանցիսկոյի մեջ քաղուտը ամբողջությամբ միացած գրգին ցերնարկ ունի այս անցնող քանի շաբաթ առաջ Թորենսի մեջ նախաճաշը եղավ Գլենդելի մեջ եղավ եւ ավասիկ այսօր այս մեծ համերգն է այս համերգը որուն հրավիրված եք բոլոր ցիրելի հայրենագիտներ երբեք բաց թողում չնեք երբեք չսեք որ այն օրը հանգիստ ընենք այդ օրը գահանքսանակ միայն եւ դուք ներգա գլակ այդ հանդիսասրահի մեջ այս երկհանտեսին մաս կազմելով որբեսի հայկական երաժշտությամբ անգամ եւս փաստենք մենք մեզ մեր հայկական ոգիով մեր հավատքով եւ անգամ եւս ցերկ երգարելով ասենք Սուրիահայության մենք ցեզի հետ ենք երբեք մի հուսահատիկ մի շրջանցենք միասնապարած դժվարությունը որտեւ ի վերջո այս օրերու նոր օրերու չարտնալ բիդի անցնի ինչպես անցած է անցյալինը ինչպես վիքեն քիչ առաջ ասիկ որ մեր մշակույթը անգորուստ մնաց որովհետեւ մենք հավատացինք մեր ժողովրդին հավատացինք մեր ասկին հավատացինք մեր սկզբունքներուն եկեք միասնապար խուրներան բազմությամբ մեկ աթոր իսկ բարապ չցկենք նոյեմբերի 11-ին այս գիրագի երեգոյան բոլորս միասին մեկ հայություն մեկ ժողովուրդ Սուրիահայության թիգուն կանգնելով միասնապար լեցնենք սրահը տնտացնենք սրահը միասնապար սիրելի հայրենագիտներ այո ուրեմն արդեն բաստարին վրա գրված է հերախոսի տիպը ինչպես նաև գայքեշը որը միջոցով կրնակ ձեր դոմսերը ստանալ ընդանյոք եթե երտակ շատ ավելի լավ է ես արդեն 5 տիկետ արածեմ եւ պիտի իմ մոդիկ բարեկամներուս հրավիրեմ ամենս որ խնդրեմ ձեր գայլին ռեք այդ ուտյամբ իսկ ունի մասը ուրիշ կիզմը այորամեցեք բարեձեզ Ուզում եմ իմանալ հիպատոսը, մեր հարգարժան հիպատոսը, ինչ կարծիք է ձեր միջոցառման համար, արդյոք նա օգնում է ձեզ։ Շնորհակալություն։ Ամենայն սիրով սիրելի հայրենագից, ընդհանրապես ես կգարձեմ, որ չգա հայմը, որ չդակնաբիր, լա ղեկավար թիրքի վրա, լա սովորական, բարձ, համեստ, ասենք ասկայինը։ Բոլորն ալ մտահոգված են, բոլորն ալ իրենց գարելին գնեն, յուրաքանչյուրը իր գարքին հավանաբար։ Ճիշտ արիտն է ասելու, որ չփնտրենք պատասխանատուներ։ Մենք պատասխանատու ենք նախ։ Բոլորս անց պատասխանատու ենք մեր քոյության, մեր պատմության եւ մեր մշակույթին։ Ահավասիկ այսօր փաստ մնե, որ միացած ենք այս քիշերը անելու, գազմագերբելու։ Թող սկիզբը լա որ բոլորս հարց չիդանք որուն եւ ուր պիտի երթա։ Բարձրապես միանանք եւ պատրաստելանք միասին միշտ արդատրել լավություն մեր ժողովրդին։ Գփավե բաժնված մնանք։ Գփավե։ Ես գխոսիմ ասպես սկացական, որովհետեւ Եվրոպա գաբրիմ եւ Եվրոպայի մեջ արգդեստեմ որքան բաժանումներ կան մեր մեջը։ Գփավե այլևս բաժնված մնանք։ Լիբանանի պատերազմին փաստեցինք, որ 4 կուսակցությունները միացան եւ որոշեցին այդ պատերազմին չմասնակցել, բացի պաշտպանել բոլոր հայ թաղերը եւ այդ գադարվեցավ։ Ուրեմն ինչու մորցանք հանգարց եւ նորեն զատվեցանք։ Միանանք եւ միշտ պատրաստ ելանք միասին աշխատել, միասին գրթել մեր քալիք սերունդները եւ պատրաստենք դպրոցները օգնենք մեր ամեն դեսագի կորձունեություններուն։
Վարդապետի պես խոսիմ, բայց ստիպված եմ ասի ասելու։ Իսրդե, որտեղ սրդանց է։ Ես եթե արիտակ պիտի այդ հարկելի հայրենակցուհին նաև ավելցնեմ եւ մեր բոլոր հայրենագիտներուն ճիշտ է։ Մեր բոլորի մտահոգությունն է։ Մեր հայրենի Հայաստանի իշխանություններու առաջնահերթ մտահոգությունը պետք է դառնա այսօր Սուրիա-հայության գացությունը։ Քիչ առաջ նաև նշվեցավ համահայկական հիմնադրամը։ Համահայկական հիմնադրամ երբ կսենք այսօր ամեն օր է ավելի, ամեն ժամանակները ավելի Սուրիա-հայությունը պետք ունի մեզի։ Եկեք, ինչպես Վիքենը ասավ, նույնիսկ չսպասենք, որ մեզի իրենք ուղեն։ Մենք ուղենք մենք մեզ միասնական ոգիով այսօր անհրաժեշտ Սուրիա-հայության օգնության շտաբենք բոլորս։ Անկամ միևս դերևս կրնանք այդ 30 վարգյանի դեսայարիզը ցույց տալ, երբ որ կրնանք, անշուշտ, ընտրեմ, հրամեցեք։ Սիրիահայության օգնության հիմնադրամը եւ Artists for Kids-ը ներկայացնում են High Aid բարեգործական համերգ ի նպաստ Սիրիայի հայ համայնքի։ Մասնակցում են Սերժ եւ Խաչատուր Թանկյանները, Ռուբեն Հախվերդյանը, Արտո Թունջբոյաջյանը, Լիլիթ Պիպոյանը, Վիգեն Թարփինյանը, Արմեն Մովսիսյանը, Element Band, The Dirty Diamond, Սեպու Սիմոնյանը, Վիզա եւ ուրիշներ։ Հանդիպման վայրը Pasadena Civic Auditorium, նոյեմբերի 11-ին երեկոյան ժամը 7-ին։ Այո, ուրեմն ես գկաչարեմ ուրեմն ձեր բոլորին եւ դարազեցեք այս լուրը ձեր ընկերներուն, բարեկամներուն, որովհետեւ այս կիրակի այդ 3000 հոգեանոց սրահը լեցվի եւ միասին լանք նպատակի համար ժողովուրդը, որ հստակ նպատակներ չունի, կգործվի։ Ամենից որ այսպիսի արիտներ մեզի պետք է միացնեն, ինչպես Վիգեն Թարփինյանը ասավ, եւ ադիգա մեր ներքին ոչ թե միայն նյութական օժանդակություն է, այլ ներքին հոգեգան բավարարումն է, որը շատ ավելի արժեքավոր է։ Այս հոգեգան բավարարությունը մենք պետք է ստեղծենք, որովհետեւ սպիրկի մեջ որ գաբրինք, այդ հոգեգան բավարարությունը գործընծնենք, որովհետեւ այնպիսի շրջապատի մեջ ենք, որ տարբեր աշխարհ մնե։ Այավասիկ մենք մեր աշխարհը պետք է ստեղծենք, որպեսզի շարունակենք գոյատևել։ Այդ ուղղությամբ է, որ մենք այս անձնախումբը անշուշտ հսկայական աշխատանք կդանի ամիսները ի վեր, եւ իմ ծրագիրս, ինչպես գիտեք, հայրենասիրական ծրագիր է, եւ որևէ ծրագիր, որ այդ ուղղությամբ կաշխատի, իմ ծրագիրիս մեջ հրավիրված է, առանց գասկադի որևէ ձևով, ամենից որ միանանք իրարու հետ եւ այս արիթը օգտագործենք, որ այս սրահը Pasadena Civic Auditorium-ի մեջ, ուրեմն հեռախոսի տիվերնալ այդ դեղ կան, այս ձևով մենք գավարդենք մեր ծրագիրը, Սոնա Պարիեգար, ուրեմն Սոնա Մադարյան իմ ծախից եւ Վիգեն Թարփինյանը Ֆրանսիայեն ցեզի հաջողություն կմաղթեմ եւ որևէ ադեն որևէ ծանոթություն որ գուզեք ցույց տալ իմ ծրագիրս պատրաստ է ամենից որ վերջին հայտարարությունը եթե արիթը քանի րոպե ես պիտի ասեի մեր հարկելի հայրենագիստերուն որ որևէ մեկ ժամ որևէ մեկ վարյան երբ կուզեք ձեր նվիրատվություններն էլ սրդապուխ խնդրեմ մենք ունենք փոստարգղմը այսինքն մարմինս ունի փոստարգղմը SARF SARF PO Box 1948 Glendale 91402 zip կոդն է կխնդրենք ձեր դուրքե զուրկ նվիրատվությունները որևէ մեկ ժամու գրնակ փոխանցել եւ ինչպես ասինք միասնապար ուժ եւ գամք եւ հույս ներշնչենք Սուրիա-հայության շնորհակալություն նաեւ այս ծրագրին բարոն Հարութ ցեզի եւ հաջողություն մեր բոլորիս ասկային կետնի վրա մեկ սիրտ մեկ հոգի Այո, մեր լոզունքը, հատկապես այս երգանտեսի լոզունքը, մեկ սիրտ, մեկ հոգի, միանանք եւ օժանդակենք Սուրիա-հայության։ Շնորհակալություն, գանտիբին կեգող ճորեքշապտի, քիշեպարի եւ ասված մեզի հետ։